Նիկիտա Պողոսյանը մաթեմատիկական բարդ խնդիրները այսպես հեշտ լուծեց ու ճանաչվեց ԱՊՀ երկրներում մաթեմատիկայի լավագույն ուսուցիչ։ Մոսկվայում անցկացվող Պրոֆի Կրայա միջազգային օլիմպիադայում նա բացարձակ հաղթող է ճանաչվում երկրորդ անգամ։ Խոստովանում է, առաջին անգամ հաղթահարելը շատ ավելի բարդ է եղել, քան երկրորդ անգամ։ Անցյալ տարի ես օրինակ որ մասնակցում էի, լարվածություն կար սկզբում, բայց այս տարի շատ հանգիստ էի, չգիտեմ ինչի։ Խնդիրներ ու հավասարումներ լուծելու սերը գալիս է իր հորից, այն իր գեներով փոխանցվեց իրեն հերթականության փոխանցում է ժառանգներին։ 26 տարվա մանկավարժը բացահայտում է աշակերտների հետ աշխատելու սեփական բանաձևը։ Աշակերտների հետ միշտ վերաբերվել եմ հարգանքով, անկախ նրա մաթեմատիկական կարողություններից։ 29 խնդիր հեշտորեն լուծեց ու հենց դա էլ ապահովեց հայ մանկավարժի հաղթանակը։ Միայն մեկ խնդիր չհասցրեց կարդալ, ժամանակը սպառվել էր։ 61-ամյա մանկավարժը տեղեկացնում է, ամեն անգամ օլիմպիադաներին մասնակցելով իրեն աշակերտ է զգում։ Դասատուները նախ իրանք կշփվեն աշակերտի կարգավիճակում կլնեն մի պահ ինչ որտեղ եւ իրանք էլ կզգան, որ ավելի լավ պատկերացնեն աշակերտների վիճակը նման մրցումների։ Օլիմպիադայի մասնակիցների թիվը այս տարի հասել է 7000-ի, այն ԱՊՀ-ում կարևոր կրթական միջոցառում է։ Հայաստանից մաթեմատիկայի, անգլերենի, ինֆորմատիկայի եւ քիմիայի օլիմպիադայի եզրափակիչ փուլ են անցել 22 ուսուցիչներ։ Միայն Նիկիտա Պողոսյանն է կարողացել հաղթել բոլոր փուլերն ու հաղթանակը նվիրել ֆիզմատ դպրոցի 50-ամյակին։ Գրիգոր Գևորգյան, Գառնիկ Մելքոնյան, ժամը լրատվական։